Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանն, այսօր իմ զրուցակիցն է Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանը, բարև ձեզ, պարոն Սարգսյան։ Բարև ձեզ։ Պարոն Սարգսյան, վերջին ժամանակահատվածում կարճ ընդ որում այնպիսի տպավորություն է, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատում ասեմ, կարգավորում ասեմ, չգիտեմ ինչ ասեմ այս դեպքում, այդ գործընթացը մի քիչ ավելի արագ է ընթանում, քան ասենք օրինակ հայ-ադրբեջանական հաշտեցման, էլի պայմանական եմ ասում գործընթացը, եւ շատերը պնդում են, որ դա ուղիղ կապ ունի Միացյալ Նահանգների դիրքորոշման հետ տարածաշրջանում իրեն շահերի սպասարկման իմաստով եմ ասում։ Դուք այդ տեսակետին համամիտ եք, թե ոչ։ Ինձ մոտ մի փոքր ավելի ակնկալիք ավելի շատ էր իհարկե նրանց թե ինչքան արագ այդ հարաբերությունները կվարելան, որտեղ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջը լիներ, դա կլիներ դրական, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների պահանջը ձևակերպված չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահան մինչև նա չի հասկանում, մենք Բալկաններում ենք գտնվում, թե հարավային Կովկասում։ Խոսքը վերաբերում է անդադից Հայաստան, Հա, պարզվում է, որ Ադրբեջանը Ալբանիայի հետ պրոբլեմ ունի, պատերազմ ունի, բան տենց բավականին ու ինքը այդ պատերազմը կանգնացրել է։ Դե հաշվի առնելով, որ Ադրբեջանը երբեմն իրեն հայտարարում է ինքը չի, այտենց ինչ-որ պատմական ակնարկներ կա, որ ինքը կոչվել է աղվանք, ռուսերեն սխալ գրվում է Ալբանիա, բայց դրա մասին չի խոսք։ Լավ, իմ ասեմ։ Տեսեք, այս գործընթացների մեջ ինչն էր ամենակարևորը։ Բավականին մեծ ներդրում եւ ազդեցություն եւ ներգրավվածություն Եվրոպական միություն Հայաստանի տեսանկյունից ընդհանրապես, հա, թե սահմանի կանգնած եվրոպական դիտորդական առաքելությունը, թե Հայաստանին առաջարկվող SEPA Plus-ը, որը նաեւ էս հունիսի վերջ ներառեց նաեւ անվտանգային կոմպոնենտ Կայակալասիայից հետ մեզ։ Ռուսաստանը դե պատմականորեն կա եւ բավականին տենց նվազում է, հետեւաբար տեղը ազատվում, այդ տեղ ինչ որ մեկը պետքա գրավի, իսկ Թուրքիան ամբողջությամբ եղել էր Վրաստանի կուրատոր, որը ինքը տապալեց արևմուտքի համար, եւ Ադրբեջանի դաշնակից։ Ելնելով դրանից Թուրքիան դե ֆակտո գոյություն չուներ որպես տարածաշրջանում սուբյեկտ, ինքը գոյություն ուներ տարածաշրջանում Ադրբեջանի դաշնակից, որպեսզի ինքը կարողանա այն ինչ որ կոչվում է հարավային Կովկաս եւ այն ինչ որ կոչվում է Եվրոպայից դեպի Հնդկաստան ճանապարհ կամ այդ միջին միջանց կամ բան, հանդես գա որպես միջազգային հարաբերությունների սուբյեկտ առանձին խաղացող, ինքը պետք է արագորեն բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ։ Սրա մասին նաև գրում է թուրքական մամուլը, մանավանդ հանրապետական այն ինչ որ կոչվում ավելի արևմտամետ Աթաթուրքյան մամուլ, որ հիմա անդիմություն է, բայց ամեն դեպքում խոսքը նրա մասին է, որ Թուրքիան լինելով Ադրբեջանի դաշնակից մեծ թուրան վերականգնող այդ Էրդողանի աջ ազգայնական դաշնակիցների պահանջները բավարարող, հա, այդ որ տիպը մեկը մեծանանք, պան Օսմանյան եւ այլն, այդ տրեկի վրա, այդ ուղու վրա ինքը չունի սուբյեկտոյնություն հարավային Կովկասում որպես առանձին, չասեմ կարգավորող արբիտրի դեր չունի։ Հիմա որպեսզի ինքը կարողանա այդ արբիտրի դերը ձեռք բերի եւ արևմուտքին ներկայանա որպես որ ես բալանսավորող եմ, ես արբիտր եմ, դուք մի եկեք ես կանեմ, հա, այս տարբերակով։ Ինքը պետք է արագորեն բարելավի հարաբերությունները Հայաստանի հետ, շատ ավելի արագ, քան Ադրբեջանը, որպեսզի այն պահին, երբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ստորագրվի պայմանագիրը, ինքը լինի հավասար, գոնե ոչ թշնամական հարաբերություններում Հայաստանի հետ, դաշնակցային հարաբերությունները Ադրբեջանի հետ, բարձր ոչ միտեղ չեն գնալու։ Բայց այստեղ մի ներբություն կա։ Տեսեք, դուք նկատեցիք, որ Վրաստանի դեպքում այդ գործառույթը Թուրքիան տապալեց։ Շատերի համոզմամբ ես մասամբ ընդորում համամիտ եմ այդ բնդման հետ, որ նման կերպ Թուրքիան տապալել է նաև Ադրբեջանի դեպքում, որովհետև Ադրբեջանը որոշակի կանոններով պետք է խաղար, չխաղաց այդ կանոններով, ընդդիմում որոշակիորեն ընդդիմանալով նաև Թուրքիայի շահերին։
այս դեպքում, որ ասել չէ, ես իմ շահերը ունեմ, դու չպետք է ինձ ասես ես ինչ պիտի անեմ, եւ այլն, դա բերեց որոշակի լարվածության, ընդ որում անձնային մակարդակով Էրդողան Ալիև։ Եվ արդյոք այս երկու կոմպոնենտները երբ գումարում ենք իրար, դրանից հետո արևմուտքը կարող է անգամ տեսականորեն վստահ լինել, որ այն գործառույթը ինչի մասին որ դուք խոսում եք, ասենք արբիտրիդայի եւ այլն, Թուրքիան ի վիճակի է կատարել, հատկապես եթե հաշվի առնենք, որ հիմա Թուրքիան լրջագույն խնդիրներ ունի Սիրիայում։ Հենց որ վերջացնեք հարցը, հենց արեք պատասխանը։ Ես վերջացրեցի։ Այն ես նկարագրեցի, դա ոնց որ ասում են Թուրքիան, ինչպես մի հատ հին սովետական մուլտֆիլմում կար, ասում եմ, ես ձեզ նկարագրում եմ իմ պարտականությունները, բայց չեմ սահմանափակում ձեր ազատությունները։ Այն որ Թուրքիան ուզում է դա անի, չի նշանակում, որ կանի կամ արևմուտքը այդ սուբյեկտիվությունն իրան կընդունի եւ կվերադարձնի։ Սկզբից կամ Վրաստանի հարցը ինքը չտապալեց, որովհետև չկարողացավ պահի։ Վրաստանը ինքը վաճառեց Ռուսաստանին 50-50-ի։ Տնտեսությունը ամբողջությամբ կախված է Ադրբեջանից եւ Թուրքիայից Վրաստանին, իսկ քաղաքական ազդեցությունը վերադարձվել է մեծ հաշվով Ռուսաստանին։ Իրանք որոցե կերպ չեն ազդում։ Միակ բանը, որի վրա իրանք ազդում են, դա այն է, որ Վրաստանի տարածքով Հայաստանին զենգզինամթերք եւ երկակի նշանակության ապրանքների մատակարարումը զենգզինամթերք ամբողջությամբ փագա, երկակի նշանակությունը ահավոր բարդեցված է։ Այսինքն, եթե դուք ուզում եք Չինաստանից բերեք սերվո շարժիչներ, որոնք դրոնների համար պետք են, դուք միշտ հանդիպում եք խնդիրների։ Ցանկացած բարձր տեխնոլոգիական բան, որը մտնում է Վրաստան, դուք միշտ հանդիպում եք խնդիրի բերելու։ Սա է իրենց միակ ազդեցությունը Վրաստանի վրա։ Միևնույն ժամանակ կարող ասել տնտեսական։ Ինչ վերաբերվում է քաղաքական ազդեցությունը տրվեց Ռուսաստանին։ Սա Թուրքիայի ֆրոնդաներ, Թուրքիայի ընդվզումներ Եվրոպայի դեմ, որովհետև արևմուտքի մեծ հաշվով Բայդենի ադմինիստրացիայի, որտեղ նրանք ասում էին, որ Էրդողանը ոնց որ թե գնում է դառնում ավտորիտար, Էրդողանն էլ առնում էր S400, ու այս պատմությունը շարունակում էր։ Հիմա ինչ վերաբերվում է Ադրբեջանին, Ադրբեջանը ակնհայտորեն գտնվում է ահռելի մեծ թուրքական ազդեցության տակ եւ Ալիև Փաշաևների կլանը որպես այդպեսին չի կարող իրան թույլ տալ, որպես Էրդողանի վարկանիշը իրանց գերազանցի 3-4 անգամ։ Այսօրվա դրությամբ Էրդողանը, չգիտեմ, Twitter կա թե չկա, բայց ասենք կարող Ադրբեջանում անի հեղափոխություն, որտեղ Էրդողանի վարկանիշը Ալիև Փաշաևների գումարային վարկանիշից բարձր է։ Որպեսզի սրանից դուրս գա նաև Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ռուսաստանի եւ Թուրքիայի օժանդակությամբ, որ Արցախը նաև էթնիկ զտում արեցին, սրան առանձին կանդադառնամ, հա, թուրքական ազդեցությունը բանակում այնքան մեծ էր, որ Թուրքիան նույնիսկ օպերատիվ գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետը նշանակված էր Թուրքիայի կողմից, այսինքն այն մարդը, ով ամբողջությամբ բանակում էր գումարած դրան այդ կոմանդոսները եւ բաները շարունակում էին ադրբեջանցիները շարունակում էին պատրաստվել Թուրքիայում եւ գտնվել թուրքական հրամանատարության տակ։ Ցանկացած դիկտատորի համար, ինչպիսին Ալիևն է, դա ահռելի վտանգ է։ Դա նշանակում է, որ Անկարայում ինչ որ մեկը կարող է հեղաշրջում հեղաշրջումանի ռազմական առանց իրենց զգուշացնելու։ Պայմանական ասած Սուրատ Հուսեյնովը։ Հա, Սուրատ Հուսեյնով մի հատ մարդիկ երևի մոռացել են արդեն իր մասին, բայց դե ամեն դեպքում վազելով հասնի Բաքու։ Գանձակի ժամանակվա բաններ, հրամանատարներ։ Սա է խնդիրը, որ Ալիևը ոչ թե անհատական կոնֆլիկտ առաջացավ իր եւ Էրդողանի միջեւ, այլ Ալիևը որոշեց, որ ինքը պետք է իր իշխանությունը, քանի որ իրան օգնեցին, ինքը մի քիչ բան է։ Իրան օգնեցին, Արցախը վերցրեցին, ինքը ամբողջությամբ յուրացրեց, դա էթնիկ զտում արեց, ոչ մեկ բան չասեց, ինքը հիմա ասում է շնորհակալություն ստեսում բոլորին, ընդ որում համ Թուրքիային, համ Ռուսաստանին, համ Արևմուտքին, այդ թվում BBC-ին, բանին, ինչ-որ այս կարգի, հա, եւ ակտիվորեն շարունակում, օրինակ ինքը հիմա ներկայանալով որպես Ադրբեջան փորձում է այսօր լուր տարածվեց, որ Ուզբեկստանի հետ համատեղ իրանք ինչ-որ նավթ ու գազ են գտել Ուզբեկստանում, ահռելի մեծ պաշարներ 30 միլիոն բարելի, ինչա չգիտեմ, ասենք օրական սպառումը աշխարհի 15 միլիոնն է, 30 միլիոնը թիվ չի էլ ու ոչ էլ այնտեղ ինչ որ չգիտեմ, քանի էլի մի
մի քանի տասնյակ միլիարդ խորանարդ մետր գազ, որը էլի բավարար չի, որպեսզի նույնիսկ 30 միլիոն կներեք 30 միլիոն բարել նավթ եւ մոտավորապես 35 նավթ են, որ լավ քչփորենք Հայաստանում։ Հա, կանադացիք ժամանակին գտել ասեն իմաստ չունի։ Իր նույն 6000 մետրից խորության վրա։ Ու մոտավորապես մի 30-35 միլիարդ խորանարդ մետր էլ գազ, որը էլի ոչ մի բան է, Հայաստանը սպառում է տարեկան 1.5 Այսինքն մոտ 2 լավ, տենց վատ բանով որ վերցնես ոչ մի բան է, բայց տենց պարտադիր պետք է այդ հնչի։ Հիմա Ալիևին ինչա պետք է, Ալիևին պետք է որ իրան ճանաչեն որպես Իրան, հենց բուն Ալիևին ճանաչեն տարածաշրջանի ամենազոր երկրի ամենազոր տնտեսություն, որ բոլորը գան պայմանավորվեն իր մոտ։ Ինքը բանան է։ Այս ճանապարհի վրա ինքը պետք է անձնական հարցեր լուծի ռազմական հանցագործ Վլադիմիր Պուտինի, ոչ պակաս ռազմական հանցագործ Էրդողանի եւ հաստատված ռազմական հանցագործ եւ ՄԱԿ-ի որոշմամբ նաեւ Բենյամին Նետանյահուի հետ։ Ընդ որում այս Բենյամին Նետանյահուի եւ Իսրայելի հետ դաշնակցային հարաբերությունները իր մոտ գալիս է այդն հաղթաթուղթն է, ջոկերն է, որ ինքը հանել է եւ դնում է թե Էրդողանի սեղանին եւ թե Պուտինի։ Ինքը նույնիսկ Հայաստանի դեմ դա օգտագործում է, հա, որպեսզի ճիշտ գնահատենք այսօրվա ամերիկյան ադմինիստրացիան ամբողջությամբ միად ընդամենը մեկ միջազգային կանոն ունի։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունները նվիրվում է Իսրայելին, ինքը չունի ուրիշ արտաքին քաղաքականություն, զրո է, բոլոր տեղերում զրո է, բոլոր մնացած բաները դա ֆուֆու է, հեքիաթ է։ Միակ բանը, որ իրանք իրականում անում են, դա օժանդակում են Իսրայելին։ Իսրայելը անում է ցեղասպանություն, այստեղ տարօրինակ հարց է առաջանում իհարկե Ամերիկա։ Այսօր իմիջիալոց ՄԱԿ-ն է ճանաչել դրա համար ՄԱԿ-ի համապատասխան հանձնաժողովը ընդունել է, որ Գազայում են ինչ-որ տեղի ունենում, դրանք ցեղասպան գործողություններ են եւ համապատասխանում են ցեղասպանության մասին կոնվենցիային։ Դրա համար եմ ասում։ Ընդ որում հրյա հեղինակի այո, Լեմկինի բնորոշումներին։ Հիմա տեսեք Թուրքիան ըստ էության փորձում է սուբյեկտայնություն դուք ասացիք ձեռք բերել հարավային Կովկասում եւ դրա համար Ադրբեջանը իրեն քիչ է։ Հա։ Դրա համար առնվազն պետք է ինքը Հայաստանի հետ հարաբերություններ հաստատի, ընդ որում պայմանական ասած դեռ 3։ Կորեկտ։ Թուրքիայի մետքանը չեն հասկանում։ Հասկանում են։ Բա ինչու չեն անում։ Որովհետեւ գոյություն ունի բավականին մեծ խնդիր, որը կոչվում է տնտեսական եւ կոռուպցիոն։ Մեկ Թուրքիան ահռելի խնդիրներ ունի տնտեսական զարգացման, որտեղ ինքը հանդիսանում է ինդուստրիալ տիպի տնտեսություն, այսինքն ինքը 70-ական, 80-ականների տնտեսություն է։ Ինքը 21-րդ դարի առաջի քառորդը ավարտված տնտեսության մեջ չի խաղում։ Հետևաբար ինքը խնդիրներ ունի աշխատուժի հետ, խնդիրներ ունի երիտասարդության հետ, որը արդեն պոստմոդեռն է, իսկ իրանք բան են։ Դուրս է գալիս քրեական ազդեցություն։ Եվ քանի որ խնդիրներ են եղել դրանք գումարած դրան Էրդողանը միշտ փորձել է խառնվել օրինակ կենտրոնական բանկի կառավարման վերաբերվող հարցերին, տնտեսական խնդիրները առաջացրել են լավ գեփ, լավ հնարավորություն Ալիևի համար գնել մարդկանց, մասնավորապես ընտանիքի անդամներին, մտերիմներին, այդ շինարարությունը, որ ինքը Մարաշում գնաց շինարարություն արեց, մանարեց եւ այլն, բազմաթիվ հարցեր կան, այդ թվում Սոկարի օրինակ Սթար գործարանը, որ այս վերջերս եվրոպացիք դրեցին պատժամիջոցների տակ մտցրեցին, այս ամբողջ ծավալը, որը որ հարաբերությունների Ադրբեջանի եւ Իլհամի եւ Ռեջեբի միջեւ, հա, ինքը կոռուպցիոն է։ Պայմանավորված են 100 տարվա կոռուպցիոն գործարքների մեջ են մոտավորապես նույնքան ժամանակ են կառավարում իրանք մոտավորապես Էրդողանը մի քիչ ավելի երկար է քաղաքականության մեջ, բայց որ տենց նայում եք որպես կառավարիչ միան բան մոտավորապես նույնքան ժամանակ եւ այդ հարաբերությունները իրանց տեղ են կառուցվել։ Թուրքիան իհարկե հասկանում էր, բայց դա հասկանում են քեմալիստները։ Էրդողանն էլ հասկանում, Էրդողանը պրագմատիկ է։ Էրդողանը ես բազմիցս ասել եմ, ընդ որում Թուրքիայից դա հաստատվում է, եթե 44-ից առաջ Հայաստանը տաներ 2 ճամպրուկով, ասենք, այդ 4 միլիարդ դոլարը դներ, որը իրան շատ անհրաժեշտ էր տնտեսությունը, ման, ոչ մի 44 օրյա պատերազմ չէր լինի։ Տեսեք, ուրիշ օրինակ բերեմ այդ դեպքում։ Դուք ասացիք, որ կապերը կոռուպցիոն են հիմնականում, պնդումներ կան, որ օրինակ նույն Իլհամ Ալիևի, չասեմ Ադրբեջանի, եւ Վլադիմիր Պուտինի շրջապատի կապերը նույնպես կոռուպցիոն են, բայց
Հիմա վերջին շրջանում Ռուսաստանում իրականացում են գործողություններ, որ ադրբեջանական բլոգերներ, այսպես ընդդիմադիր, հաշվարկած ասել էին, որ առնվազն 2-3 ամսվա ընթացքում Ադրբեջանին հասցված վնասը արդեն սկսել է մոտեցել է կամել $10 միլիարդ։ Նույնը կարող է անել Թուրքիան վաղը։ Միանշանակ։ Կանեն։ Նախ Ռուսաստանին կարճ անդրադառնամ, Ռուսաստանում գլխատվում են այն ադրբեջանական բիզնեսի եւ քրեաօլիգարխիկ աշխարհի ներկայացուցիչները, որոնք անմիջականորեն շաբաթը 3 անգամ Իլհամի կամ Մեհրիբանի ոտի տատը չեն պաչում։ Նրանք քիչ թե շատ անկախներն են։ Դրանց է Պուտինը վերացնում։ Ես դրա համար եմ շարունակում պնդել, որ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև կոնֆլիկտը չակերտավոր լրիվ փուչիկ է։ Մինչդեռ Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջև նավթագազային հարաբերությունները կանգնած չեն, այդ լրիվ փուչիկ է։ Եվ այդ որ Ադրբեջանի ենթակառուցվածքներին են խփում, որը Ուկրաինա է տալիս, դա էլ է պատվերով համերգ։ Խփում է այդ կետին, դե հիմա դրանով ապահովում է, որ այլևս չլինի հետագայում, որ այդ հարցը կանգնած չլինի։ Ինչ վատա, ոչ մի բան չկա, ասենք Օդեսայում ինչ-որ բան, այլ բոմբակայան են տրակացրել։ Մեծ հաշվով։ Հիմա ինչ վերաբերում է Թուրքիային։ Թուրքիան վաղուց դա արել է։ Թուրքիան օրինակ բավականին հայտնի, իրանց մոտ հայտնի, Ադրբեջանի օլիգարխներից մեկը, որը ուներ մոտավորապես 120 տանկեր, դեռևս 18-19 թվականին կոռուպցիոն գործձևակերպեց, ձեռից վերցրեց։ Ու Թուրքիան ժամանակ առ ժամանակ Թուրքիան բանակ է գլխատում։ Էրդողանը բանակ է գլխատում, ոչ մեկ ով չի ասում։ Անենք մեզ մոտ տենց չի տարածվում այդ լուրերը, ինքը տարին մեկ կարա գնդապետից բարձր 30-35 հոգու ձերբակալի։ Եվ շարունակվում է դա գործընթացը։ Հիմա Թուրքիայի գործընթացը Էրդողանին անհրաժեշտ է երկու բան, ինքը պետք է ապահովի սահմանադրության փոփոխություն, որովհետև ինչպես եւ ցանկացած ավտորիտար, տոտալիտար առաջնորդ ինքը դաշտը մաքրել է, աղալացրել, բան չի աճում, իրանց բացի մարդ չկա, իրանց այդ ով էլ գա, քեմալիստների անոմուն կուտեն, դրա համար է Իմամ Օղլում նստած, դրա համար է ինքը բոլոր քաղաքապետարանների վերջին ընտրությունները Էրդողանը խայտարակ կերպ պարտվեց, բոլոր այն տեղերը որտեղ 40%-ին ընտրված քաղաքապետերի ձերբակալել են։ Հա, բայց այդ դրանք որ քաղաքներն են, Անկարայից բացի բոլորին բանը ձերբակալել։ Այսինքն ինքը կորցրել էր Պոլսը, ինքը կորցրել էր Սմիրնան, Ադանան, այս կողմը ընդհանրապես չեմ ասում, Արևմտյան Հայաստանում ոչ մի քաղաք չէր կրել։ Ինքը ասենք հաջողացրեց մենակ Վանի քաղաքապետին երկուսից մեկին է ձերբակալել, մյուսին չի կարողանում, որովհետև դեռ ահռելի է քրդական ազդեցություն, ուղղակի մորթ են։ Վասպուրական է, սարերա ճանապարհը չկա։ Մնացած բոլոր տեղերը, որտեղ ընտրված է անդիմություն էր, ինքը մցրել է այսպես կոչված արտաքին կառավարում եւ հիմա փորձում մցնել։ Այսինքն սա բան չի։ Այնպես չի, որ կոռուպցիոն ինչը որ ինքը ասում է, կոռուպցիոն այդ բաները չկա, բայց Օսմանյան կայսրությանից սկսած իրանք այդ համակարգը կոռուպցիայով են, կոռուպցիայի վրա բռնված։ Հիմա Ձեր հարցինի պատասխան էլի, որ ցանկացած պահի ինքը կարա Ադրբեջանին տես բագի։ Հիմա ստեղծվել է մի իրավիճակ, երբ շատերը Հայաստանում ներսում ասում են, որ մենք գնացինք օգոստոսի 8-ը ստորագրեցինք, որ մենք նախաստորագրեցինք Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, դա արեցինք առանց Ռուսաստանի դաշնության, մենք դրանով դավաճանեցինք Ռուսաստանին եւ հեսա տեսեք ռուսները իրենց հարցերը Ուկրաինայում կանեն կավարտեն ու կգան կկապվեն մեր ջանին։ Ես ընդհանրապես շատ լավ չեմ պատկերացնում, միգուցե դուք եք պատկերացնում Ռուսաստանի վերադարձը այս իմաստով եմ ասում, այդ ինչպիսին պիտի լինի։ Okay, ինչ լավ է որ չհարցրեցիք Ռուսաստանին դավաճանելը, որ նա ես էլ դա չեմ հասկանում, բայց ամեն դեպքում Ռուսաստանի վերադարձը ստեղ գոյություն չունի։ Այդ ես մեր պարոն Արուքյանին կհարցնեմ։ Հա, Իրան իրենց երևի պետք է հարցնեմ։ Ռուսաստանի դավաճանելը հնարավոր չի։ Ոնց որ ասես ջուրը թրջես։ Ռուսաստանը գլոբալ դավաճան է, այսինքն ինքը բան չունի, չես կարող իրեն դավաճանես, դա նորմալ է վիճակն է։ Ինչ վերաբերում է Ռուսաստանի վերադարձին, տեսեք, տնտեսական առումով Ռուսաստանը չի վերադառնա բավական երկար։ Չնայած Ամերիկայի Միացյալ Նահանգները Տրամպի ադմինիստրացիայի օրոք
պնդում են, որ իրանք պատրաստ են հանել պատժամիջոցներ եւ համագործակցել, Եվրոպական միության պատժամիջոցները ամբողջությամբ այն ձևակերպումով են դրված, որ իրանք խաղաղության գալու պահից, ինչը դեռ մոտիկ չի Ուկրաինայում, իրանք դեռ 10 տարի շարունակվելու են, բացի դրանից կոնգրես մտնում է նաև Ջեյսոն Վեննիկի, այսինքն 72 թվականի հակասովետական այդ բաների տեխնոլոգիական բան նորից են ուզում մտցնեն այդ ամենդմենտը։ Հետևաբար Ռուսաստանի տնտեսական զարգացում չկա։ Ուժային էլ ինքը պետք է ինչ անի, ինքը պետք է գրավի կամ Վրաստանը կամ Ադրբեջանը, որ մեզ մոտ վերադառնի։ Մեր բախտը բերել է մարդիկ քարտեզ չունեն, չգիտեն, բայց Ռուսաստանը այդտեղ չի կարող վերադառնալ։ Ռուսաստանի եւ Հայաստանի միջև բուֆերային երկու պետություն կա։ Եվ ստեղ միակն է։ Պետություններից ձեր ասած պետություններից ոչ մեկում ռուսական ռազմաբազա չկա, այստեղ կա։ Ռուսական ռազմաբազայի Հայաստանում գտնվելը դա Հայաստանի Հանրապետության կառավարության ռազմավարական սխալն է, բայց դա չի նշանակում, որ այդ ռազմական բազան բնականոն պայմաններում, այլ հավասար պայմաններում կմնա։ Այսինքն ինքը լինում է, չէ՞, տենց որ ասենք դու զորով ես պահում, որ ինքը լինի, ինքը չպետք է լինի։ Ռուսական ռազմական բազան, որը պաշտոնապես խորհրդային միության սահմանների շրջանակներում էր մնացել 92 թվականին Պաշկա Մերսեդեսի խնդրանքով, որ բան չլինի, ինքը Թուրքիայի դեմ է, բայց տեխնոլոգիան այնպեսին է, որ հիմա ականանետերով կարելի է շարքից հանել թե MiG-29-ները, որոնք կանգնած են հարավային կամ ռուսական բաներով բալոտնի ինքը նույն Էրեբունիում, թե ամբողջությամբ ռուսական այդ բազան, որը մի բրիգադի համար նախատեսված Գյումրին է։ Այսինքն դա ոչ մի բան է։ Այսինքն ինքը տակտիկական առումով, այսինքն մարտավարական առումով ինքը ոչնչացվում է, մինչև նույնիսկ մեկը շունչ քաշի։ Էլ չասած, որ այնտեղ կանգնած նու լավ ասենք, չգիտեմ, կարող է Իսկանդեր կա, որը կհասցնի բացազատվի թե չէ, բայց այս 380 կիլոմետր է փագում, այսինքն ինքը մենակ Գյումրիի բազան է փագում, ուրիշ ոչինչ։ Այսինքն ռուսական բազան, ինքը ռազմական բազա չի։ Ինքը ֆուֆու բան է։ Ինքը պետք է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը ասի, որ մենք անում ենք բալանսավոր։ Ես հաշվետվում եմ Ռոբերտ Քոչարյանի մոտ կոմպլիմենտար էր, Նիկոլ Փաշինյանի մոտ բալանսավորված, նույն բանն է, ոնց որ ձևն է տարբեր։ Հիմա էլ նոր մարդիկ են հայտնվել, իրանց ձևով են ուզում անեն։ Մեջինը նույնն է, էքսկրեմենտ է, իսկ ձևերը տարբեր են այդ գարշոկները, էլի բոլորը ինչ որ կերպ անեն է։ Բայց այնուհանդերձ, քանի որ բալանսավորված քաղաքականության մասին խոսեցինք, տեսեք, Հայաստանը բավական լավ հարաբերություններ ունի Եվրամիության հետ։ Հայաստանը չափազանց լավ հարաբերություններ ունի Հնդկաստանի հետ։ Լավ հարաբերություններ են բնական դաշնակցային համարյա Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Չինաստանի հետ է սկսել նորից, նոր գիծ է բացվում, եթե նկատել եք 3 պաշտպանության նախարարը մեկնեցելի Պեկինում էր, Միացյալ Նահանգների մասին արդեն չխոսեմ։ Դրան գումարած նաև հարաբերություններ այսպես ինչ կարող է։ Չխոսեք, որովհետև անհայտ է ինչ հարաբերություններ են։ Անկեղծ ասած, հա։ Դրան գումարած այսպես կատաստրոֆիկ չեն հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Հիմա այդտեղ ի՞նչն է վատ։ Եմը դիտորդները վեկտորային հանրահաշվից մի քիչ գոնե տեղեկություն ունեք։ Մանկուց ինչ-որ բան հիշում եք, չէ՞, տեսեք, եթե դուք տարբեր ուղղություններով նույն ուժով վեկտորներ ունեք, դուք տեղում դոփում եք։ Այսինքն դու չես կարող միաժամանակ լավ հարաբերություններ ունենալ Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Չինաստանի հետ։ Այսինքն մոտավորապես ձեր ասած ստացվում է, որ Կրիլովի լավ, եկեք Կրիլովով բացատրենք։ Հա, եկեք Լաֆոնտենով գնանք, որտեղ Կրիլովը թխած է, հա։ Կամ Լաֆոնտենով գնանք, որ հա 3-ը տարբեր ուղղություններով քաշվեն սայլը միևնույնն է մնում է նույնը։ Տեղում, այո։ Եվ ամենավտանգավորն է, որ այսօրվա դրությամբ քանի որ արտադրության միջոցները եւ ընդհանրապես հասարակական զարգացման Homo sapiens տեսակի մոտեցումն է փոխվում կյանքին, հա, կվանտային հաշիվն, չգիտեմ, կվանտային համակարգիչները, բարեստական բանականություն, նոր տեխնոլոգիաներ, ֆարմացևտիկա, բան, այս ամբողջը արևմուտքում է։ Եթե դու կապված ես մնում, չէ, ես գիտեմ, որ մարդիկ համարում են, որ Չինաստան, բայց Չինաստանում դրա
ուտիլիտար, այսինքն առօրյայի օգտագործման սարքավորումներն են բանան, այսինքն Չինաստանում դու այդ մեծ գաղափարը որ կա, դա որպեսի սառնարանիդ վրա կպցրած տենաս կամ պատիցդ կախված, դու չինական ապրանք պետք է վերցնես, բայց դա պապուասի զբաղմունք է, էլի։ Դու պետք է գաղափարապես լինես ստեղ, ընդ որում քեզ ստեղ կանչում են։ Հիմա եթե դու սրանից հրաժարվում ես եւ կապված ես մնում այլ տեղերին, որտեղ ինդուստրիալ է դեռևս այդ ինչ որ եկեք մի հատ բան տվեք, չգիտեմ, պտուտակ տվեք, պտտեմ, ես առավոտը 9-ին գնամ գործի, 5-ին գամ տուն, գարեջուրս խմեմ, այս բանի մեջ, դու կործանվում ես։ Հիմա այդ կոնֆլիկտը դրա մեջ է, կոնֆլիկտը հիմա գնում է, այսինքն Եվրատլանտյան մոտեցումը ինչ է, ինքը ասում է, դու անհատ ես եւ քո իրավունքները եւ քո զարգացման հնարավորությունները սա են։ Եվ դու ես ընտրում ինչ ես անում։ Եվ կա տոտալիտար, դա Չինաստան, Ռուսաստան, այլ երկրներ, որոնք գնում են ասում են դու ոչ բան չգիտես, ես եմ քեզ ասելու ոնց։ Քանի որ փոփոխվում է, քանի որ նոր գիտելիքը տարին 2 անգամ թարմացվում է, դու չես կարող որպես կառավարություն որոշես թե մարդիկ ոնց պիտի զարգանան։ Էդ է խնդրեմը։ Եթե դու կապված ես մնում այս վեկտորին, որտեղ պետությունը որոշում է թե դու ինչ պետք է անես։ Դու կործանվում ես, որտեղ դու փոքր ես։ Այսինքն ձեր ասած տրամաբանությամբ ստացվում է, որպեսզի Լե Ֆոնտենից ազատվենք, մենք պետք է կտրենք այն կապը, որը մեզ կապում է Ռուսաստանի հետ։ Չկտրենք, նու սենց ասեմ, Ռուսաստանի հետ կտրենք, դա չի հարց։ Բայց նաև զգալիորեն թուլացնենք, այսինքն ազատ թողենք կապը, օրինակ Չինաստանի հետ։ Ինքը էս պետքա ձիգ չլինի։ Հա, ինչ ստացվի։ Հա, բայց ստեղ պետքա լինի ամուր, այսինքն միակ բանը, որ Հայաստանը պետք է անի, որ իդեպ որպեսզի այդ անկախություն եւ անվտանգությունն էլ բան անի։ Այսօրվա դրությամբ բոլոր հաշվարկները ցույց են տալի մի բան կա։ Մենք պետքա դառնանք Եվրամիության անդամ։ Որովհետեւ ավտոմատ դառնալով Եվրամիության անդամ դու ոչ միայն միանում ես 500 միլիոնանոց շուկային, այլ նաեւ ստանում ես նոր տեխնոլոգիաներին համապատասխան ստանդարտների իրականացման օժանդակություն, որովհետև մենակով չես կարող։ Շնորհակալություն զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ Եվրատլանտյան ինտեգրացիոն պլատֆորմի նախագահ Կարեն Սարգսյանը, ես Տևոն Սարտարյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը, նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։